Հիմա ժամանակն է Աստծո խոսքը լսել եւ պիտի գարտամ ինչ որ փոխադարձ ընթերցանության մեջ գարտացինք Հովաննու 10-րդ գլուխին միայն երկու ամբարներ պիտի գարտամ ուր գսե 14-ին 16 Ես եմ բարի հովիվը եւ գճանչնամ իմիներս ու գճանցվիմ իմիներս Ինչպես հայրս իս գճանչնա, ես ալ հայրը գճանչնամ, ու իմ կյանքս ոչխարներուն համար գտնեմ։ Ուրիշ ոչխարներ ալ ունիմ, որոնք այս փագեն չեն, զանոնք ալ պետք է որ փերեմ, ու իմ ցայնիս պիտի լսեն եւ պիտի ըլլան մեկ հոտ ու մեկ հովիվ։ Ուրիշ ոչխարներ ալ ունիմ։ Բոլոր սրտովս կմաղթեմ, որ Կոնե մեկ հոգիմը եթե լայտ ուրիշ ոչխարեն, ոչխարը, որ Հիսուսի պիտի կա այսօր, կամանոնք, որոնք մեզ գունգընտրեն, թող Աստված շնորհքն է, որ դերոջը ոչխարը դառնալ, անոր մեջ շատ մեծ օրհնություններ կան։ Անցյալ գիրակի ճշմարիտ հովիվը մեր նյութը ընտրած էինք, եւ մեր սրդին խոսող 20-րդ Սաղմոսացը գարտացինք։ Այդ Սաղմոսի մեջ գտնվող գարկ ճշմարտություններ շեշտեցինք։ Աստծո շնորհքով նույն Սաղմոսեն հավելվածական գեդերալ վեր պիտի առնենք եւ ուրիշ ճշմարտություններ եւս պիտի տեսնենք հիմք ունենալով նոր գդագարանի ողջամիտ վարդապետության։ Եվ նյութս, որ ընտրած են վերնակիրն է Պատկանիլ ճշմարիտ հովիվին։ Գիտակցություն ունենալ պատկանելու ճշմարիտ հովիվին մեզ գդարցնե երանելիներ, այսինքն երջանիկ անձեր։ Ինչպես ասի անցյալ գիրակի, թե մարդը այսպես կամ այնպես ոչխար մնե։ Ավելի լավ է Հիսուսի, դեր Հիսուսի ոչխարը լալ եւ անոր հետևիլ, որովհետեւ Հիսուսի մեջ ապահովություն կա, գադարյալ հոգի քոացում կա եւ կյանքի հույս կա։ Անսավ ես եկա որբեսի կյանք ունենաք եւ ավելի կյանք ունենաք։ Երկինքի մեջ չկա կյանք ավելի կյանք։ Մեկ անգամ պիտի երթանքոն հավիտենական կյանքի մեջ։ Ավելի կյանքը հոս է այս աշխարհի մեջ, այդ ավելի կյանքը երկրավոր մեր կյանքի ընթացքին հոգիի գադարյալ քոացումն է, որ միայն գրնա ունենալ ան, որ գպատկանի ճշմարիտ հովիվին, որպես Հիսուսի ոչխարները անոր հետևելով, ամեն օր նոր փորձառություններ ունենալով, պիտի բարձենանք մեր ճշմարիտ հովիվը եղող Տեր Հիսուս Քրիստոսով։ Մինչև իսկ առաքյալը գսե նեղություններու մեջ կբարձրանանք։ Անցյալ գիրակի 3 ճշմարտություններ շեշտեցինք։ Տերը իմ հովիվս է, ընդրություն կենթադրե։ Իմ հովիվս է։ Անձնական հաղորդակցություն մգա, գապ մգա։ Ես անոր կպատկանիմ, անոր կվստահիմ։ Երկրորդ բանի մգարոդություն պիտի չունենամ, ապահովություն, բավարարություն եւ գադարյալ քոացում կենթադրե։ Իսկ երրորդ զիս խոդավետ արոտներու մեջ կբարգեցնե։ Ճշմարիտ հովիվը լրջորեն հետաքրքրված է մեր պետքերով։ Ան իր սիրելին քուն գուտա առանց տեղահատարդելու։ Այսօր պիտի շարունակենք այս Սաղմոսացին խորը թափանցել եւ կարեւոր ճշմարտություններ շեշտել։ Ուրեմն շարունակելով 4 հանդարտ ճուրերուն քով ինձի գարաչնորդ է։ Ճուրը գաստուր է մարդուն։ Անոր ծարավը կհագեցնե։ Առանց ճուրի կյանք չկա։ Եվ նոր գդագարանի մեջ կտեսնենք, թե ճուրը Աստծո խոսքը կխորհրդանշե։ Ինչպես ասի, ինչ որ կգարտանք հին ուխտի տնտեսության մեջ
նոր գդագարանի ողջամիտ վարդապետության մաղեն գանցնենք, ֆիլտրեն գանցնենք, այնպես որ խոսքը գխորհրդանշե, չուրը գխորհրդանշե խոսքին։ Երբ չուրը հոսող չուր է, Սուրբ Հոգին խորհրդապատկերն է։ Առաջինի նկատմամբ Եփեսացիս 5-րդ գլուխի մեջ առաքյալը գսե 25-27 պիտի գարտամ այրեր սիրեցեք ձեր գիները ինչպես Քրիստոս ալ սիրեց եկեղեցին ու իր անձը մատնեց անոր համար որպեսզի զանիգա սրբե ու մաքրե ավազանին չրովը խոսքով որպեսզի ինք իր թիմած փարավոր գեցնե եկեղեցին որ արատ մգամ խորշոմտություն կամ ուրիշ ադոնցպես պամբը չունենա հաբա որ սուրբ ու անարատ ըլլա Աստծո խոսքը ուրեմն չուրի նման ծված է իսկ երկրորդին նկատմամբ մեր Տիրոջ բարեխոսական աղոթքի մեջ 17-ը Հովանու 17-ը ներողություն 7-րդ գլուխին Հովանու 7-րդ գլուխի մեջ գտնենք ուրեմն եթե գարտանք 37-ն մինչև 39 այսպես գսե Դոնին վերջին մեծ օրը Հիսուս գայներ էր գաղագեր ու գսեր եթե մեկը ծարավե թող ինձիկա ու խմե ան որ ինձիկա ավադա ինչպես քիրքը գսե անոր փորեն գենթանի ճուրի կեդեր պիտի փխեն Զայսը սավ հոգին համար զոր իրեն հավատացողները պիտի առնեին, վասնզի Սուրբ Հոգին դրված չեր դագավին, քանզի Հիսուս դեռ փարավորված չէր։ Այնպես որ փառք տուտանք իր խոսքին համար։ Այո, հանդար ճուրերունքով մեզի գարաչնորդ է։ Այս խոսքերում մեջ հստակ կտեսնենք փարի հովիվին առաջնորդության թերը։ Դեր Հիսուս որպես հովիվ գարաչնորդ է հոդը, անոր արջևեն գերտա, անոր համար Դավիթ գսե չարեն պիտի չվախնամ։ Առաքյալն ալ գսե Եբրայեցոց թուղթի մեջ Հիսուսի նայինք, մեր հավատքին առաջնորդին ու գադարողին։ Եբրայեցոց մեջ կգարտանք։ Մեր դժվարությունը այն է, որ սիրելներ եւ անգեղծ ըլլանք Մենք կուզենք մեր կյանքին առաջնորդ ըլլալ ու մեր հովիվը յետին թողել մենք արջևեն երթալ այս պատճառով շատ սուղքին կվճարենք անշուշտ երբ պետք ունենանք կգանչենք զինքը մեղա անշուշտ մենք կհավատանք Հիսուսին կգանչենք զինք որպեսզի ոչ թե մեզի առաջնորդ է հաբա մեզի ծարայ է եւ մեր ցերկով ստեղծած դժվարությունները լուծե անոր համար կգանչենք որպես հովիվ մինչդեռ պետք է թույլ տանք որ ան մեր արջևեն երթա որովհետեւ ոչխարը միամիտ է շուտով եւ թյուրությամբ գմոլորի եւ գեր գթարնա տշտամին քայլերուն վայրանասուններուն երբեք չի գրնար հագատրել Ուրեմն թույլ տանք որ ան մեզ առաջնորդ է թույլ տանք մեր շահը գբան չէ որ ան մեզ առաջնորդ է 5-րդ ճշմարտություն հոգիս գնորոք է ինչպես Աստուծո հետ հաղորդակցելով ուրիշ շատ մտարկմանություններու մեջ գսե հոգիս քեզի գվերաթարցնես մեկն է որ հերացած է սակայն գվերաթարցնե հոգիս գնորոքես գսե հայերենը եւ գվերաթարցնես երկու բարակայինալ Աստուծո փառք ուտանք որ այսպեսի հովիվ ունենք մեր դգարություններու մեջ մեզ չխայդարագեր ինչպես երկրավոր գարկ եկեղեցիներու մեջ հովիվներ կան վայ եթե սխալիս փռնագալներ են ասում վայ եթե սխալիս Մեր հովիվը, ճշմարիտ հովիվը Տեր Հիսուս Քրիստոս երբեք չխայդարագեր, գսիրե, մինչև իսկ իր հանդիմանության մեջ սեր գա, լեցու սեր գա։ Հիշեցեք Պետրոսը ինչ հրավ,
ուրացավ Հիսուսի։ Երևակայեցեք, մեր մեջ մեկ այդպեսի բան մներ, ինչ թիրք պիտի բռնեինք, վայ անբիդան Պետրոս եղբայր թուն, ինչ տեսակ Հիսուսի հետևորդես, զոքան չդալ բժշկեց, դագավին այս բաները գնես գուրանաս և ավոր մը վրան պիտի իջնեինք, Հիսուս արաձե ոչխարները ստավ, բաշտոն դվավ, այո, Հիսուս մեր բարի հովիվը, ճշմարիտ հովիվը, սիրով լեցուն է, և Պետրոսի հոգին բժշկեց, գանքնեց, վերադարձուց, նաև ան մեր հոգիներն ալ, այո, գնորոք է իր գենթանի զորեղ և անխարթախ խոսքովը և սուրբ հոգվույ ներկործություններով մեր մեջ։ 6-րդ ճշմարտություն 20-րդ Սաղմոսացենը չգարտացինք, փոխադարձ ընթերցանություն արդեն միասին գարտացինք, 6-րդ իր անվանը համար արդարության ջամփաներու մեջ գարաշնորհ ինձ, իր անվանը համար։ Այստեղ գտեսնենք, թե մեր կյանքին նպատակը ըլլալու է այն ինչ որ Աստծո նպատակն է, արդարության ջամփաներու մեջ քալել, ան մեզ կուզե առաջնորդել արդարության ջամփաներու մեջ, այսինքն ուղիղ սիրտով, մաքուր խղճ մտանքով և բդղափերությամբ։ Այս տեսակ կյանքը իր նպատակին ծառայած կլա Աստծո աչքով դիտված և գսե իր անվանը համար, իր անվանը փառքին համար, մեր անձը գվերագանքնե, ետ կդարձնե, որքան փառք ուտանք, նաև գնորոք է, գարաչնորդ է արդարության ջամփաներու մեջ, որովհետև ան հավատարիմ է, անոնց որ զիք կսիրեն բոլոր սրտով, որովհետև Դավիթ թերություններ ուներ ու մեղ գործելու ենթակա էր, չի նշանակեր թե դերը զինք պիտի լքեր։ Երկրորդ Թեսաղոնիկեցոց 3-րդ գլուխին 3-րդ համարի մեջ գսե, բայց դերը հավատարիմ է, որ ցեզ պիտի հաստատե ու չարեն բահե։ Հավատարիմ է, պայմանավ որ զինք սիրես, այս է պայմանը, այսինքն սրդիդ որոշում այդ ըլլա, Աստված բոլորի սրդերը գիտե, ոչ թե պայման եկեղեցի աջախել երթալքալ գիրագի, հաբա սրդով սիրես զինք։ 7-րդ ճշմարտություն, թեև մահվան շուքին ծորի մեջ ալ բդդիմ, կամ կտնվիմ, ինչպես պնակիրը գսե, կտնվիմ, մահվան շուքի ծորի մեջ կտնվիմ։ Այս ցույց կուտա և գնդոնինք, թե աշխարհի մեջ լուրջ դժվարություններու մեջ է պիտի անցնենք։ Շատ բարականեր կան, որոնք երկար կտևեն, դժվար բարականեր են։ Այս աշխարհը արդասված հովիտ է։ Կյանքի փոթորիկները պիտի հարվածեն մեր անձը, մեր հոգին, մինչև այնադեմ, որ այս աշխարհի մեջ կապրինք և ապագանած փնություն կգրենք մեր մեջ, մեր մարմիններու մեջ, չեք կրնար խուսափիլ նեղությունները, դժվարությունները։ Այն քարոզիչները, որոնք կսեն, երբ որ կհավատաս, բոլոր նեղություններդ պիտի անհետանան։ Հիվանդություն անկարելի է, եթե կա Հիսուսի անունով վարգյանին կբժշկվիս, լավ պիտի ըլլաս, ամեն բան լավ պիտի ըլլա, նեղություններ պիտի չունենաս։ Հիսուս կսե նեղություններ պիտի ունենաք, այս սուրբ մարգարեները կսեն չէ, ամեն բան լավ պիտի ըլլա։ Դավիթ կսե սակայն չարեն պիտի չվախտնամ, նեղություններ պիտի ըլլան, սակայն չարեն պիտի չվախտնամ։ Այս ալ 8-րդ ճշմարտությունն է։ Եվ այս ցույց կուտա հավատացյալին քաջությունը եւ այն վստահությունը, որ իր հոգին ապահով է։ Չարը ինչ ալնե, մեր հոգին վնաս չի կրնար հասցնել։ Չեմ գիտեր, եթե ձեր միտքը մեկը եկավ, որ չարը որքան չարչարեց,
հոփ նահաբեդը, որ գդագարանի մեջ ալ, արաքյալները բոլորն ալ Աստծո գամքի մեջն էին, Սուրբ Հոգիով լեցված, փանդարգվեցան, ձեցվեցան, հիվանդացան, Բողոս գսե, 3 անգամ խնդրեց ով Աստված, այս խայթոցը հանե, դերեսավ, շնորհքս հերիք է քեզի, բավարարվիր, շատ է նույնիսկ, ուրեմն մենք ալ դերոջը գվստայինք, Դավիթ չարեն չվախնալու պատճառը գսե, վասնզի թուն ինձ հետ ես, այս գիտակցությունն է, որ մեզի հույս կներշնչե, եւ այս գհիշեցն է մեզ նաեւ դերոջը խոստումը, որը սավ, ահա ես ձեզի հետ եմ, հիմա մինչև աշխարհիս վերջը, ինչպես մեզի հետ է, աներկինք համբարձավ, մխիթարի չղրգեց, Սուրբ Հոգին մեր մեջ կփնագի, Բողոս արաքյալ գսե, եթե դերը մեզի հետ է, մեր գողմն է, ով է մեզի հագարակ, այո, նեղություններ, դժվարություններ, անհաջելի անագնգալներ, երբեմն մեզ գցնցեն, մեր դրամատրությունը գխանքարեն, թեփքեր ու եղելություններ մեզ գդխրեցնեն, սակայն այս բոլոր վիճակներու մեջ առանցին չենք, վասնզի թուն ինձ հետ ես, թուն, դերը անցամ քեզի հետ, երբ որ Ստեփանոս գկարգոծվեր, ով հյուրընկալեց, ով թիմավորեց, Հիսուս անցամ, ոտքի ելավ, այս է մեր հովիվը, վասնզի թուն ինձ հետ ես, և այս համարեն ետքը, 20-րդ Սաղմոսացեն ետքը, Դավիթ գշարունակե Փարի հովիվին գարկմը կորձերը, հոսիմա կորձերու մասին, Առաջինը գտեսնենք, քուցուբդ ու կավազանդ անոք զիս պիտի մխիթարեն, հոս ճշմարիտ հովիվին գադարած կորձերը, Ցուբը և կավազանը, ինչպես շատ մի եկեղեցվո հայրեր գսեն, գխորհրդանշե ողջամիտ վարդապետություն, հորթորներ, խրատներ, դաստիարակություն, որ երբ ճշմարիտ հավատացյալը գլսե Աստծո խոսքի միջոցով, ասոք բոլորը գտաստիարակեզինք։ Բեք չէ մորնանք, որ դերը գուզե մեզ դաստիարակել, գրթել, որբեսի ինչ է, պատճառը ինչ է, մեզի համար, ոչ թե իրեն համար, Աստված մեզի չդաստիարակեր, որպես ինքը մեծ քոհացում ունենա, հիմա խելքդ գլուխդ եկավ, ուզածս կնես հիմա եղավ, ասի գուզեի քեզ, վերջապես հասկացար, խելքդ գլուխդ եկավ, ոչ, մեզի համար գնե, որպեսի մենք ուրախ ըլլանք, եւ ամեն բարի կորձերու պատրաստ ըլլանք, իր ցերքի մեջ անոթներ դառնանք, Անոր համար մեզ գմխիթարե, մեր բարիքին համար գտաստիարակե, անգուզե մեր կյանքերը դաշել, զդել, որպեսի այդ կյանքը նպատակին ծառայե։ Առաքյալը գսե, դերը իր սիրածը գխրադե, ամեն սիրածը գխրադե, խրադել բառը հունարեն բնակիրի մեջ, փեդիաս է, փեդիաս կնշանակե դաստիարակել, դերը գուզե մեզ գրթել, կնշանակե նաև գրթել և դաստիարակել։ Չեմ գիտեր, թե գրթել բառը անոնք, որոնք Հիսուսուն են վեր են ավելի անուշ պիտի կա իրենց ականջներուն գրթել բառը, թերբիե պիտի է, խոշերնիտ եկավ, որովհետև ներոամիտ կլակ, թերբիեսս հավատացյալներ շատ կան, ամեն կողմ, խելոք նստիր, եկեղեցին խաղաղություն միավրեր, խելոք նստիր, չէ իմ ուզածս պիտի լա, Աստված կուզե մեզի գրթել և դաստիարակել։ Երկրորդ բանը, որ գնե ճշմարիտ հովիվը, մեր բարի հովիվը,
սեղան կպատրաստես իմ առջևս, իմ թշնամիներուս թիմաց։ Հագարականոր, որ թշնամին հողի մեջ ենք, մենք հիմա այս չարաշխարի մեջ կգտնվենք, դերը մեր կյանքերը կջոխացնե, կուրախացնե, մեզ իր շնորհներով եւ օրհնություններով գործնե, կուրախացնե, մեր թշնամիներուն թիմաց, մենք կուրախանանք, թշնամի հողի մեջ մենք ուրախ ենք։ Մանավանդ այն սեղանը զոր մեր առջև ունենք, մանանայով, Աստծո խոսքով լեցուն է, հագարակ մեր թշնամիներուն մենք գուշ գլանք, հաղթող գելենք, դերոջը պատրաստած սեղանեն։ Իսկ երրորդ մեր բարի հովիվը գսե Դավիթ, իմ գլուխս յուղով գոծես, թուն հովիվ, ճշմարիտ հովիվ, իմ գլուխս յուղով գոծես։ Հին ուխտի տնտեսության մեջ քահանաներուն գոծեին, անոնց գլուխին վրա ազնիվ յուղ թափելով, որմե ետքը իրենց պաշտոնը կգադարեին։ Հետևաբար Աստուծո ծառայելու համար էր օծումը, եւ Դավիթ շատ լավ գիտեր այս, ինչ որ գսե շատ լավ գիտե, գարտացեք 130-րդ Սաղմոսացը։ Օծումը նաև նվիրումի խորհրդապատկեր է։ Դավիթ երբ գսե իմ գլուխս յուղով գոծես, ըսել գուզե ով դեր, որ իմ հովիվս ես, ես դագավին քու գդեմ, քեզի կպատկանիմ, նվիրված եմ քեզի, գսիրեմ քեզ, եւ պիտի շարունակեմ սիրել, այս է իմ սրտիս որոշումը։ Մահվան շուքի ծորի մեջ ալ գտնվիմ, ես քու գդեմ, քեզի կպատկանիմ, եւ թունալ ինձի, իմ գլուխս յուղով գոծես։ Կյանքի դժվարությունները սիրելներ բեք չէ մեզ հուսահատեցնեն, որովհետև մենք ալ դերոջը կպատկանենք։ Անոր համար իմ բաժակս խիստ լեցուն է գսե, այս ալ ուրախություն կենթադրե, ներքի լավ դրամատրություն, որ Սուրբ Հոգի բդուղն է։ Դավիթի գրած նեղությունները քիչ չէին, անոնք որոնք գիտեն Դավիթի կյանքը, ինչ հանքրվանները անցավ, սակայն անոր ներքին աշխարհը, քարայրներու մեջ նույնիսկ ուրախ էր։ Եվ վերջին համարը գսե, հիրավի բարերարությունը ողորմությունը ինձ հետ պիտի կան, կյանքիս բոլոր օրերու մեջ, ու շատ օրեր դերոջը դունը պիտի փնագիմ։ Կյանքիս բոլոր օրերու մեջ։ Երանելի են բոլոր անոնք, որ դերը կճանչնան որպես փրկիչ, դեր թագավոր եւ հովիվ։ Մենք անորն ենք, անալ մերը։ Դավիթ գսե եւ շատ օրեր, իսկ մենք ինչ գսենք, հավիդյան, ոչ թե շատ օրեր, թվական չունի, անոր կպատկանենք, հավիդյան անորն ենք, հավիդյան։ Եվ Հիսուս ինքսավ, ուր ես եմ, դուք ալ հոմբի դլակ, ինչու, որտև անոր կպատկանենք, գրնաս ասել, դերը իմ հովիվս է, գրնաս ասել, որ ես ճշմարիտ հովիվին կպատկանիմ, և կբարձենամ իմ հովիվովս, երանելի ես, Դերը դա, որ այս Սաղմոսին, այս օրհնությունները, այս գետերը, այս ճշմարտությունները, որ տեսանք, թող Սուրբ Հոգի մեր սրտի մեջ ցանե, միշտ հիշենք, եւ հիշենք, որ մեր ճշմարիտ հովիվը մեր կողքին է, մեր կյանքերը գոհովվե, մեր թերությունները, դգարությունները շատ լավ գիտե, քեզ լավ գիտե քու դգարությունները, շատ լավ գիտե, նաեւ սրտիդ որոշումը գսիրես զայն, գվստահիս անոր, անալ գիտե, այնպես որ փառք ուտանք, որ այսպեսի հովիվ ունենք, որ մեզ հետ է, թույլ տանք, որ ան մեզ առաջնորդ է, չլա որ մեր ետին թողենք, մեկ կոն տնենք, հաբա թույլ տանք, որ
ան երթա եւ բարի ծրագիրները իքորց տնե մեր կյանքին համար անոր ծրագիրները բարի են թույլ տանք որ ան քեդինը պատրաստ է եւ ամեն բան սահուն երբով անոր հետևելով հագարակ դժվարություններուն բայց մենք ներքնաբես ուրախ պիտի լանք եւ գուշտ իր փառքին համար ամեն Շնորհակալ ենք Տերոջմեն, որ դակավին երբ մենք մեղքերու մեջ էինք, մեր ճշմարիտ հովիվը աշխարհ եկավ, մեզի համար չարչարվեցավ եւ մեր փոխանորդակինը վճարեց, որբեսի մենք փրկվելով հավիտենական կյանքի արժանանանք։ Պիտի վերջացնենք երգելով 85-րդ երգը, որուն 4-րդ տունը զանց բիդենենք և վերջին տունը ոտքի և հովիվին աղոտքով բիդի փագենք։ Հիսուս փնտրեց զիս կդավ հոգնած հիվանդ մեղքով։ Հիսուս փնտրեց զիս կդավ հոգնած հիվանդ մեղքով և փառախին մեջ բերավ ուսիմ ռառնելով հանժամ երգեցին ռեշտակներ ու երկինքը գարձականքեր ինձ սեր որ զիս փնտրեց Եվ արյամ զիս կնեց, ինչ շնորհք որ զիս փառախ բերավ, մեծ շնորհք որ զիս փառախ բերավ, մաքրեց վերքեր սարյուլը, թափեց գինի և յուղ, ըսավ ինձի քեզ կդա, իմ սես չգա երկու Այս ցայն ինձի շատ կաց եկավ, ցավս ընձման վերածվեցավ Ինձ սեր որ զիս փնտրեց և արյամ զիս կնեց Ինչ շնորհք որ զիս փառախ բերավ Մեծ շնորհք որ զիս փառախ բերավ Ցուցուց ինձի իր ցերկեր բևերներով ծակված Նաև բսակ փուշեղեն իր սուրբ գլուխ դրված Զարմացա թե իմ մեջ ինչ կար որ անմերներ ինձի համար Ինձ էր որ զիս պրգեց և արյամ զիս կնեց Ինչ շնորհք որ զիս փառախ բերավ Մեծ շնորհք որ զիս փառախ բերավ Օրերս այսպես կընթանան խաղաղության բանհուն Արշալույսին այն օրվան կսպասեմ միշտ արդուն Երբ պիտգեցնես զիս իր գողքին իբրև իր հարսամփից ցանքին Ինձ էր որ զիս փնտրեց և արյամ զիս կնեց Ինչ շնորհք որ զիս փառախ բերավ Մեծ շնորհք որ զիս փառախ բերավ Տեր Հիսուս, որքան փառք կուտանք, շնորհակալ ենք Տեր այս փառախին համար, Քեզ Տեր որ մենք ապահով ենք, ուրախ ենք, խաղաղ ենք եւ ինչ որ բադահի դու մեր ճշմարիտ հովիվն ես, գարաչնորթես մեզ ամեն բան գիտես, ուստի Տեր քեզի կվստահենք, օգնե որ
Թժվար բարականերու մեջ եւս քեզի վստահենք։ Գնքես խոսքդ մեր սրդերու մեջ եւ ըլլա որով դեր այս խոսքերը մեր սրդերու մեջ իրապես դեղ գտնեն եւ աճին ու բդուղ բերեն քու փառքիդ համար ամեն Amen.